Կոնտրաբասի ձայնը դժվար է ռոմանտիկ համարել, բայց հենց ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտորներն էին, որ սկսեցին հատուկ նշանակություն տալ լարային հսկային։ Կոնտրաբասի կատարումները հիմնականում նվագախմբերում են հնչում ու հիմնականում տղամարդիկ են նվագում։ Եվան ասես խախտում է այդ օրինաչափությունը ոչ միայն կամերայինում, այլև ֆիլհարմոնիկում։ Մարդկանց թվում է, թե նվագախմբում նվագելիս ոչ մի առանձնապես տարբերություն չի զգացվի, բայց պետք է ասեմ, որ տարբերությունը շատ մեծ է։ Բամբ ձայնով տղամարդու հետ զրույցի բռնված երաժիշտը վստահեցնում է, երբ գործիքը նոր է, բարձրակարգ, հնչողությունն էլ բոլորովին ուրիշ է։ Ուղղակի փորձերին գալը համերգների մասնակցելը դառնում է մեծագույն հաճույք։ Գերմանական Հոֆներ ընկերության արտադրության 2 նոր կոնտրաբաս ունի կամերային նվագախումբը, յուրաքանչյուրի արժեքը մոտ 9.5 միլիոն դրամ է։ Անցած տարվա գնումների շնորհիվ նվագախումբը ձեռք է բերել նաև հարվածային նոր գործիքներ եւ իտալական արտադրության մոտ 14 միլիոն արժողությամբ տավիղ, որ երբևէ չի ունեցել։ Գործիքներ չունենալու պատճառով կամ այն գործիքները, որոնք որ ավելի օգտագործված ու հնամաշ են կամ կիրառելի չեն շատ դեպքերում, տուժում է այդտեղ բովանդակություն եւ ծրագիր։ Որ կամերային երաժշտության ազգային կենտրոնն այլևս ստիպված չլինի իր համերգային ծրագրերը սահմանափակել այն ստեղծագործություններով, որտեղ հնչում են միայն իրենց ունեցած գործիքները կամ այլ կազմակերպություններից վարձակալել, պետբյուջեից զգալի միջոցներ են հատկացվել։ 24-25 թվականի ընթացքում կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործիքների բազան թարմացվել է մոտարապես մի 120 միլիոն բյուջեի սահմաններում, որը որ աննախադեպ է վերջի կարող եմ նշել մի 20-25 տարվա ընթացքում նմանատիպ համալրումներ չի եղել։ Մենք ունենք 4 սիմֆոնիկ ժանրում աշխատող նվագախմբեր Հայաստանի Հանրապետությունում։ Մեր առաջնային նպատակն է, որպեսզի նրանք դառնան ամենալավերից առաջատարից մեկը եւ ամբողջ աշխարհում համաշխարհային ֆոնի վրա լինեն մրցունակ նվագախմբեր։ Որքան էլ մենք լավ կադր ունենանք, որքան էլ մենք հետաքրքիր ռեպերտուար կամ լավ հարթակներում հանդես գանք, առանց կատարյալ գործիքի անհնարին է ստանալ այն հնչողությունը, որ ուզում ենք ստանալ։ Տավիղի հեքիաթային հնչյուններն իսկական թերապիա են։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն էլ վերջապես իր սեփական տավիղն ունի։ 7 նոր գործիք է նվեր ստացել նվագախումբը։ Ամեն ինչի նորն էլ միշտ լավ է։ 20-ամյա սիմֆոնիկը ստեղծման օրվանից ստիպված է եղել մշտապես վարձակալել կամ այլ միջոցներով որոշ օգտագործված գործիքներ ձեռք բերել։ Նվագախմբի համար երբևէ պետական գնումներ չեն արվել։ Եթե չլինեին զանգակային ձայնով չելեստայի կատարումները, ծանոթ ու սիրված մի շարք ֆիլմեր գուցե այդքան գունեղ չհնչեին։ 1886-ին Փարիզում ստեղծված գործիքը միանգամից ճանաչում է ձեռք բերել հենց առանձնահատուկ հնչողության շնորհիվ։ Կպակասի այդ հրեշտակային ձայնը նվագախմբում, եթե չլինի չելեստան եւ նաեւ կախարդական, ինչու՞ չէ։ 25 թվականին ձեռք բերված գործիքները օգտագործում են աշխարհի լավագույն նվագախմբերի եւ լավագույն կատարողների կողմից, օրինակ կարող եմ նշել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Չիկագոյի, Բերլինի, Բոստոնի եւ այլն։ Այդ կատարյալ գործիքները մեզ ցույց են տալիս հասնել այն կատարյալ հնչողությանը, որը որ ձգտում է։ Անցած տարի մոտ 78 միլիոն դրամ է ծախսել կառավարությունը 2 նվագախմբի համար անհրաժեշտ գործիքներ գնելու նպատակով, իսկ ընդհանուր առմամբ 2025-ին ավելի քան 100 միլիոն դրամ է պետական բյուջեից հատկացվել, որպեսզի անհրաժեշտ գործիքներով համալրվեն նաև երաժշտական դպրոցները։ Միայն Սևանում բացված կրթական նոր հաստատությանը 20 գործիք են տրամադրել։ Այսօր կարող եմ նշել, որ կամերային երաժշտության ազգային կենտրոնը իր 6 կոլեկցիաներով հանդերձ հիմնական գործիքների բազան մենք ունենք։ Ծրագրերը հարմարեցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Կարծում եմ, որ ոչ։ Երաժշտական կոլեկտիվներին անհրաժեշտ գործիքներ տրամադրելու, ստեղծագործական լայն հնարավորություններով ուժեղացնելու պետական քաղաքականությունը կշարունակվի նաև այս տարի։